Թեման Ծառուկյանի կանանքի միշտորդությունն է, պարոն Կարապետյան։ Իվարկեն, եկեք մի քիչ առաջ գնանք։ Ահովին կանգնենք, չէ։ Բարգա առաջնորդին կանոնավորելու միշտորդությունն է ներկայացվել դատարան։ Ձեր կարծիքն է ընդհանուր պրոցեսների ընդդիմության լիդերների նկատմամբ քրեական հետապնդումների եւ կարծես թե Փաշինյանի խոսքերը կատարվում են, պարոն Կարապետյան։ Ապօրինությունները շարունակվում են։ Պարոն Կարապետյան, սա չի վտանգում մեր երկրի ներդրումային, այսպես հեղինակությունը, այն ամենը ինչ կատարվում է Ծառուկյանի հետ օրինակ այս օրերին։ Մեր երկրում վերջին տարիներին բացարձակ ներդրումներ չեն եղել, դրա համար դրա վտանգը իրենք չեն տեսնում։ Ես շատ մեծ վտանգ եմ տեսնում։ Իրենց բոլոր քայլերը կանգնեցնում են թե ներքին ներդրողներին, թե արտաքին ներդրողներին, այդ Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր։ Այն մարդու չուճելներն էլ գողացան, հիմա ինչ։ Առուսներին էլ քնացրին։ Առուսներին էլ քնացրին։ Դա առուսներին ոչինչ, հետները կտանեն ազգային ժողով, զարթնացնենք տանեն ազգային ժողով։ Չուճելները չհասկացա խիտարը։ Սահմանադրական դատարանի որոշումը ինչպես կգնահատեք, հնարավոր է որ փողոցային պայքար սկսվի։ Ասել եմ, փողոցային պայքար անպայման լինելու է մեկ անգամ։ Եվ կլինի։ Եվ վերջնական։ Պարոն Կարապետյան, վերջին դատական նիստին կրկին այս վայրից հայտարարեցիք, որ եթե Սահմանադրական դատարանում պարոն Վարդևանյանը այսպես ասած ձեր խոսքերն են մեջբերում, գաստա դուք վարչապետ կդառնաք, ինչ խանգարես պարոն Վարդևանյանին։ Վարդևանյանը իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց այնտեղ Զապարոժեց էր կանգնած։ Ոչ մի գազ չվերցրեց։ Դուք հունիսի 18-ին ձեր որ ընդդիմությունը միասնական մարմին ձևավորելու մտադրություն ունի, երբ այդ մարմնի գործունեությունը կմեկնարկվի։ Բայց տեսակ արդեն հիմնական ուժերով մենք հայտարարությունը արեցինք։ Դրանից հետո հեսա կլինեն այլ ուժերի արձագանքներ, արդեն ունենք արձագանքներ, երբ կհամարենք արդեն հարմար, դա կձևավորվի։ Հանդիպում ունեցել եք ձեր այն անդամների հետ, ովքեր ազգային ժողովում պետք է աշխատեն եւ ինչ Այո, հանդիպում ունեցել եմ։ Հունիսի 18-ին ձեր վերջին հարցազրույցի ժամանակ ասել եք հայտարարել եք այս համախմբված ընդդիմության մասին ու կոնկրետ որ պետք է համակարգող խորհուրդ ստեղծեք, ուղիղ եթերներով ժողովրդի հետ այսպես կապի մեջ դուրս գաք եւ այլն, բայց այս քայլերից կարծես թե դեռ ոչ ոք չի իրականացվել։ Ուզում եմ հասկանալ ինչա նախատեսում անել, ինչու ուտվեցիք արժան։ Այդպես չի, մենք քայլ հիմա արեցինք 5 ամենանդիմադիր ուժերով հայտարարությունը, դրանից հետո հաջորդ քայլերը կլինեն։ Ես ձեզ ասել եմ, մենք հերթով քայլ գնալու ենք առաջ, դրա համար էլ ընտրեցինք ազգային ժողովը։ Ինչու ընտրեցիք արժան, կներեք, խնդրում եմ ավելի պարզաբանել ու ինձ հետաքրքրում է նաև արդյոք մանդատներ վերցնելով դուք իշխանության լեգիտիմությունը չեք ճանաչում։ Բացարձակ։ Քանի որ արդյունքները չեք ճանաչում։ Իշխանությունն էլ չուզեց իր լեգիտիմությունը ճանաչել։ Ես արել էի կոնկրետ առաջարկություն։ Գնանք, օգնենք ձեզ, եթե իրոք հաղթել եք կամ հաղթում եք, գնանք, ընտրվեք ճիշտ ձևով, օրինական ձևով, մենք էլ ձեր լեգիտիմությունը կճանաչենք։ Իրենք այլ ճանապարհ ընտրեցին։ Այդ դեպքում եթե դուք մինչև մանդատներ վերցնելու որոշումը ձեր ընտրողների հետ շփումներ են ունեցել ձեր թիմակիցները, որքանով ազդակը ընտրողներից եղավ, հա, վերցնել մանդատները։ Ազդակը իհարկե ընտրողներից նույնպես եղավ, բայց գլխավորը դա այն հաշվարկներն էր, որը ցույց տվեց ամենակարճ ճանապարհը Փաշինյանին հեռացնելու համար։ Կարապետյան, բայց մանդատները վերցնելուց հետո նաև քննադատություններն են շատ, որ վերցրեցիք համաձայնեցիք։ Դա ուղղորդված քննադատություններ են, մենք դրան բացարձակ նշանակություն չենք տալիս, քանի որ հենց առաջի օրից Փաշինյանը, նրան աջակցողները սկսեցին այդ թեման շրջանառության մեջ դնել, իրենց թվում էր մենք իրենց պրովոկացիաներին
կուլ կգնանք, բայց իրեն չհաջողվեց իրենց ուզած։ Դուք կտրական շրջանում ակտիվ հանդիպում եք ֆերմերների, գյուղացիների հետ եւ նրանց խնդիրները հենց առաջին աղբյուրից լսում եք։ Այս փուլում էլ շարունակելու եք իրենց հետ ակտիվ հանդիպումները եւ իրենց խնդիրները վերհանել հենց ազգային ժողովում ու լուծումներ գտնել։ Ոչ միայն ազգային ժողովում, դուք գիտեք, հիմա մեր ֆերմերները, գյուղացիները, բիզնեսմենները շատ մեծ խնդիրներ ունեն։ Մենք ամեն օր ենք դա թմկարելու, առավել եւս ազգային ժողովում ու ամեն ինչ անելու ենք, որ մեր մոտեցումներով ինչ որ լուծումներ ունենանք։ Գյուղացիները ճանապարհը փակել էին, կարկուտից վնասված փոխհատուցում էին պահանջում նաեւ այս շրջանում։ Ճիշտն ասած, ես ուշադիր չեմ եղել, չգիտեմ ինչ մասը։ Կարապետյան դուք ասում եք մի անգամ է լինելու հա իշխանափոխությունը եւ վերջնական խնդրում եմ կոնկրետ կասեք երբ է նախատեսվում, երբ է պլանավորում, դա լինելու է փողոցային պայքար, հանրավակ, ինչ է լինել, մի քիչ ավելի մանրամասն կներկայացնեք դիտողներին։ Դրա համար մի քանի տրիգերներ են պետք։ Մենք ուշադիր ենք լինելու, այդ տրիգերների արկայության դեպքում կլինի թե փողոցային պայքար, թե ազգային ժողովում պայքար, ամեն ինչ միասին պետք է լինի։ Պարոն Կարապետյան, նախորդ գումարման ազգային ժողովի ինդիմատիվներն են Պարոն Քոչարյանը հայտարարում են, որ փողոցային, այսինքն միջև այսպես մանդատները վերցնելը, ասում եք, որ պետք է փողոց դուրս գաք եւ այլն, բայց այսպես ստացվեց, որ մանդատները վերցրիք։ Սրանից կարող ենք ենթադրել, որ մանդատները վերցնելով մենք, այսինքն դուք ի սկզբանե գիտակցում եք, որ չունենք այդքան ռեսուրս, որպեսզի հարցը ձեր վերջնանպատակին հասնեք փողոցում, այդ պատճառով դուք մանդատներ վերցրիք։ Նայեք, քանի որ մենք գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության, հիմա դուք կարող եք չկասկածել ձեր մտածած ձևով ամեն ինչ կարելի է անել, բայց դրանով ցնցումների կբերենք երկիրը։ Դրա համար գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության, կգա օրը մենք բոլորս հիացմունքով ականատես կլինենք։ Կարապետյան նախորդ ազգային ժողովում Փաշինյանը կարծես իրավական հա գործիքակազմն է կիրառում, մտավախություն չունեք, ընդդիմության լիդերներին կալանավորում է, անդամներին կալանավորում է եւ բնում կխեղդի էլի այդ պայքարը։ Ոչ մի բան ինքը բնում չի կարող խեղդել, որովհետև դուք տեսաք, որ ընդամենը Փաշինյանը հավաքեց բոլոր կեղծարարություններով, բոլոր ռեպրեսիաներով, բռնություններով չկարողացավ հավաքել այն տոկոսը, որը իրեն կդարձնի լեգիտիմ իշխանություն։ Ինչով է ոչ լեգիտիմ հնարավորություն 720,000-ից ավել ձայն է ստացել, ինչով է ոչ լեգիտիմ։ Դե եթե դուք համարում եք լեգիտիմ, եթե Կուսակցությունները թոս փչեցին, որ ինքը դառնա վարչապետ, ուրեմն դա լեգիտիմ է։ Ազգային ժողովի ո՞րն է լինելու ձեր առաջին օրենսդրական նախաձեռնությունը, պարոն Դե չգիտենք ինչ կան ընտրել։ Որը կգա կտեսնենք ինչ կանենան։ Ո՞րն է լինելու ձեր Դե հրապարակել են Փաշինյանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչ որ բան հայտարարել է, հետո ո՞րն է լինելու ձեր առաջին նախաձեռնությունը ազգային ժողովում, պարոն Կարապետյան, քաղաքական։ մենք այդ կանոններով չենք ուզում, մենք ուզում ենք բացարձակ հաղթանակ։ Գյումրիի հետ կապված, եթե ժամանակավոր պաշտոնակատարը մանդատը վերցի, արդյոք կոլապս չի լինի, Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր արտահերթ ընտրությունների մասին Գյումրիում։ Մի քիչ շատ եք շտապում, կգա օրը դուք ամեն ինչ կտեսնեք։ Պարոն Կարապետյան, նաև դուք հայտարարում եք, որ ազգային ժողովում ձեր լիազորություններն օգտագործելու եք պետության դեմ, պետության շահի դեմ ուղղված ցանկացած օրինակ անօրինականությունների դեմ, բայց կարող ենք ենթադրել նաև, որ դուք նաև դեմ կքվեարկեք։ Այսինքն, երբ որ օրինակ ինչ որ նախագծեր, օրենքներ, ես այդպես եմ հասկացել, խոսում եմ մեկնական եք։ Օրենքները պետության շահերին դեմ լինեն, իսկ եթե շահերին դեմ չլինեն, այսինքն իշա Հայաստանի Հանրապետության իշա Հայաստանի